Բարև հայ մարդկանց, նայեք, իմ համար սկսել արդեն ձևավորվել մի հատ սենց բաժանարար հասկացողություն ու վերաբերմունք էությամբ հայերի ու մարդկանց ու այն աղբի, որը լրիվ համապատասխանա գոմում ապրելու, ինչի, որովհետև դրանցից մի մասը ուղղակի էշ են, էշ, այն մնացածը կթուկով, այն մնացածն էլ մորթվելու պատրաստ ոչխար, այդ գոմ չի ինչը, ու կան մարդիկ, ովքեր այս գոմի մեջ փորձում են այս ոչխարներին, էշերին ու կթուկովերին բացատրել, որը որից հետո է ինչա եւ այլն, մի բան էլ փորձեն իրանց համար մի բան անել ու նայեք ինչա ստացվում։ Ես ելնելու եմ մաքսիմալ անկեղծ ու ես չեմ զսպելու այս տեսաուղերձում իմ մտքից եկած ոչ մի բառ։ Այն որ ով ուզում է նեղվի, ով ուզում է, չգիտեմ, լենանա, ինչ ուզում եք արեք, ես հասկացել եմ մի բան, որ այն մարդիկ, ովքեր մարդ են, ես ձեզանից նախապես խնդրում եմ ներողություն, իսկ մնացածի վրա ես ուղղակի թքած ունեմ, այն մնացածի, ովքեր արժանի են հենց սենց խոսալու։ Հիմա նայեք, բոլորդ գիտեք, վերածնունդի շարժման ընթացքը ուր եկավ, հասավ, ինչ արինք, ոնց արինք, համերը մի ամիս, մի օր անձրևի տակ, մի օր ընենց, մնացենք օպերայում, սպասում էինք, հենց նրանց էլ նաև, ովքեր այսօր, մինչև այսօր, նայեք, հունիսի 8-9, չէ, մինչև այսօր բան են գրում, այս ստեղ փրկեցիք հիմա էլ գնացիք Եգիպտոս, դե ոչ չասեմ, այ վաստակ, երբ որ օպերա էինք, սպասում էինք քեզ, բա ուր էիր, նախ մեր ստեղից գնալը հետապնդում էր երկու նպատակ, նախ այո հանգիստ ու նաև հանդիպումներ, որոնք կեսը եղան, կեսը չէ ինչ պատճառներով, բայց այն եղած հանդիպումներ իրանց արդյունքն ունեն նորմալ մարդկանց համար, հետագա մեր գործունեությունը ծավալելու։ Իսկ այս անշնորհակալ, այս ուրացող, այս պուտանոիդ ռասայի ներկայացուցիչները, այսինքն ինչ է ստացվում, դուք նստեք օպերա, այդ անձրևի տակ, մենք չգանք, մի քանի հատ լրփի տղու հետևենք, YouTube-ով կամ Facebook-ով ովքեր ձեզ կպնում ու ծաղրում են, լայք ենք, խնդանք, բան, գնանք հանգստի գանք, դուք էլ տենց։ Բայց այն որ ասենք դու կարաս հաց ուտես, քեզ էլ է հանգիստ պետք, դու կարող ես քնես, դու կարող ոնց այդ փրկիկ հիմա էլ հաց եք ուտում, այդ փրկիկ հիմա էլ ուրեմն այդ դեգեներատ լրփի վաստակներ, դուք արժանի էլ չեք փրկվելու։ Ու նորից եմ ասում, հանած են մարդկանց, ովքեր մարդ կոչվելու իրավունք ունեն, ուրացող չեն, գնահատող են, հայրենասեր են, գիտեն հասկանալ ու գնահատել մարդկանց, ովքեր իրանց ու իրանց հայրենիքի համար վիզ են դնում։ Այս մարդիկ մի կողմ, ես խոսում եմ այն գոմի հետ հիմա։ Արա, ես չգիտեմ դաժե ձեզ ինչ բառով ասեմ, որ դուք տղա էլ չեք, դուք տղու անուն գցող եք, դուք դաժե դրանից բեթ արեք։ Հասկանում եք, ու դուք արժանի եք, որ ձեր հետ սենց խոսացվի։ Բոլոր նրանք, ովքեր այս մեր դուրս գալուց առաջ դուրս եկած ընթացքում խանգարեցին, փորձ արին խանգարելու, ծաղրեցին, քարկոծեցին, սաղը վաստակ եք, ասում եմ ուղիղ իմ անունից ու իմ դեմքով։ Այն ում սրտի լարերին կկպնի, որ մտածի, օյ իրան ասեցին տղա, ես Երևանում եմ ու կապս հասանել ցանկացած հարթակով ու ձևաչափով ու ոնց ուզում եք, անենց սիրուն կդնեմ դեմներդ, որ դուք վաստակ եք, սաղդ, ինչի համար, որովհետև մարդուն փորձում են խանգարել, մարդուն քարկոծում են, մարդուն ամեն ինչ անում են, որ նպատակին չհասնի, այն դեպքում, երբ որ այդ մարդը դուրս է գալի անելու հակահայկական որևէ քայլ, երբ որ փորձում անի ինչ-որ ամոթալի բան, երբ որ, չգիտեմ, մնենց վնասատ ու բան, կապիտուլացիա է ուզում ստորագրի, ինչ-որ հայ ընտանիքի ուզում է փուրը տա, հայ զինվոր վերցնի, հանձնի Ադրբեջան, ինչ-որ սենց վատ բան, այդ ժամանակ հա։ Հիմա հարց եմ տալի, եթե այդքան տենց վերլուծող ու ճիշտ ու սխալ հասկացող եք այդ փթիժներ, հիմա հարց,
վերածննդի շարժումը մենք եթե դուք դա չնշեցիք, ես չգիտեմ, էլի, մի հատ որևէ մեկը թող ասի, որն էր մեր քայլերի, մեր շարժման նպատակների, ծրագրերի, խոսքերի, արարքների մեջ, որևէ դետալ, որը հակահայկական էր, որը հային կործանող էր, որը ինչ որ մեկին խանգարող էր, որը ինչ որ մեկի կամքին հակառակ, բայց իր հաշվին էր, ես չգիտեմ, ինչ որ վատ բան էր, ամոթալի բան էր, հայ անունը գցող բան էր, ասենք Նժդեի Հայաստանում ամենամեծ Նժդեի նկարն էր, այն նկարը, որը մեր շարժման ժամանակ կախված էր Ազատության հրապարակում, որն էր դրա ամոթալի, հակահայկական, վնասատու բան, որ դրա դեմ կարելի էր վայրահաչել, քարկոծել, ասենք ծաղրել կամ բան ու հայանպաստ ու հայի ու Հայաստանի շահերից բխող քայլի ու շարժման դեմ վայրահաչողը եթե թուրք տղա չի կարակ ասեք ինչա ես կարողա չեմ հասկանում կյանքում ինչ որ բան եմ բաց թողել դուք խելացի մարդիկ ինձ ասեք ինչա այն մարդը ով ոչ թե առողջ քննադատության է գնում հասկանում եք առողջ քննադատությունը առողջ այսինքն չգիտեմ ինչ որ իրոք հիմք ունեցող այսինքն բառացի առողջ քննադատությունը միշտ ընդունելի է ու ես միշտ դրա կողմնակիցն եմ ում էլ ինչ անձամբ ես ցանկացած շարժման կամ անհատի մասին երբ որ խոսացել եմ ու չեմ աջակցել կամ ասենք սատարել այլ քննադատել եմ Իմ քննադատությունը եղել է առողջ ու հիմնված տրամաբանության վրա հիմա հարց այն որ ամեն մեկը միտեղից թռած այն ինչ ես անձամբ ես էլ չեմ ասում ամբողջ լույսի բանակը եթե ամբողջի մասին խոսամ ընդհանրապես համեմատելու բան չի լինի բայց ես խոսում եմ հələ մենակ ինձանից այս վայրահաչող տղեկից որևէ մեկը կոնկրետ իմ արածի կեսը արած կա հայի ու Հայաստանի համար այ ուրացող այ անշնորհակալ պոռնիկի վաստակներ կաք մեկըդ արած գոնե կեսը այն ամենի ինչ արել եմ ես անում եմ ու դեռ անելու եմ որ նստակ վայրահաչեցիք այսօր էլ եսի մի հատ խնչվածք Գրում է այստեղ Հայաստանը փրկիկ հիմա էլ գնացիք Եգիպտոս հա տղա հեսա գալու ենք մամայիդ պապայիդ էլ փրկենք անշնորհակալ դեբիլ դեֆիցիտ էշ որ մենակ ստեկաս բայց ով է սրանք էս ինչ եք դուք արա ես գիտեք եմ որ հիմա սենց նայում եմ ասում եմ արա լավ մի րոպե եթե ես սենց նոր եմ այս ամեն ինչ ես հարցակումները ին վրա տենում Արա Սերժն էլա տեսե, Նիկոլն էլա տեսե, Քոչարյանն էլա տեսե, Արես մարդիկ կցե բռնել են, որ հանած մի քանի հոգու, Արես գոմիս բռոտ է արժանի է նրա, ինչ իր այդ անում են, ինչի համար, որովհետև դուրս է գալի մարդ կամ շարժում, այդ նույն այդ սաստավին փրկելու իր համար մի լավ բան անելու, Արես վաստակները ծաղրում են, քարկոծում են, խանգարում են, էլի նստում են նույն այդ գարշահոտով գարշոկի մեջ։ Հրաբատ չի հասնում դրանց։ Բայց արժանի չեն նրա ինչ իրանց է տնում, արժանի են, բա ինչ են։ Ու դրա համար եմ ասում, իմ համար կա մարդ արարած, մարդ տեսակ, ով գիտի գնահատել ու շնորհակալ լինել, ով կարողանում է տարբերել վատը, հակահայկականը, հայակործանը ու լավը, անվնասը, օգուտը, հայանպաստը, ոչ թե թաց չորի հետ խառնեն իրար, մի երկու հատ ճենջոտ էքերի դնեն, մեկը ստատուս գրի, մեկը վիդեո անի, այն մյուս դեբիլը ասի, մենք ձեզ հավատում էինք, բայց նկար տեսանք Նիկոլի հետ, մենք էլ ձեզ չենք, արա ոտերիս հավատաս, այ դեգեներատ դեբիլ տավարի ցավ, եթե քեզ պետք է տարիներով ու ամեն առիթով բացատրեմ այդ նկարը ինչից է, այնի ոնց է, գնա քոպես այդ տուպոյներին, այդ որ այդ նկարը վեկալ է փորձում են ինչ որ վարկաբեկեն կամ չգիտի, գնացեք դուք ձեզ գտել եք, իրար հետ, իրար բերանք թքած ապրեք, ձեր քաղաքական պապաներով ու չգիտեմ ինչերով Ես ինչ անում եմ, արել եմ ու անելու եմ, անում եմ մենակ հայ մարդու համար, անկախ նրանից այդ մարդը ապրում է Հայաստանում, թե Սփյուռքում։ Այս բոշեկը, այս անհայրենիք տուպոյ
տավարի ցավերը, մեկն էլ մի օր զանգել էր գիշերը 3-ներ, 4-ներ զանգում Messenger-ով, ասում եմ կարող է պատերազմա ես խաբար, վեկալ ասում եմ ինչ է, ոնց ես ախպեր, բան սենց անջատ, ասում եմ ժամին նայել է, զանգում ես, ինչ կա, բա մի հատ մեր երկրից խոսանք, ասում եմ դու ժամին նայել ես, ասում եմ ոնց, խի դու քնում ես, արա ասենք ես անասունս բռոդը, ես տավարի ցավերի հավաքածուն, որ այսօր ասենք սենց բազմանում են անհասկանալ ու դարել են ընտրազանգված, այսպես խառնվել են մեր իրական հայ ժողովրդի հետ, իմ ազգի հետ ու սենց ինչ-որ ընդհանուր պատկեր են կազմե, արա լավ իմացեք, այն ինչ ես անում եմ ու հլը անելու եմ ձեր համար չի, դուք դա չեք վայելելու, որովհետև դուք պոռնկածին անշնորհակալ թուրք տղեկ եք, այն վայրը հաչողներից սկսած, այն միտումնավոր խանգարել ցանկացողներից, մինչև այդ որ գրում եք այդ Հայաստանը, բա ինչ եղավ, հեղափոխություն չարիք, չէ, դու չեկար չարինք, այդ որ տես քո արևին կայֆ ես բռնում, ձեռ ես առնում, հիմա դուրդ գալիս է, այսենց հետդ խոսալը, ես ասում եմ հասանելի եմ, լրփի տղեկ, ուզում եք ես ոնց ասեմ, ես վիրավորանքի համար տենակ պատասխան ուզեք ես կամ գրում եք մի հատ Facebook-ով գրում եք ես այս մարդն եմ դու ինձ YouTube-ով ասել ես այս ինչ բանը ուզում եմ քեզ տենամ 5 րոպե չի տևի օրը 3 անգամ կարող գաք տենակ բայց իմացեք որ դուք վաստակներ եք բոլոր նրանք ովքեր անհիման ուղղակի մեր դեմ խոսալու համար խոսած ինչ որ փնովեց, զրպարտեց, մի հատ այսքան ճենջոտ էգ կա, արդեն երևի մի 60-անց յուղը վրից թափում Էդի դրեց մի հատ կիլոմետրով զրպարտեց, այն հələ դուք դաժե չեք պատկերացնում ձեր հետ ինչ ալնելու, այ պուտանոիդ ռասայի ներկայացուցիչներ ձեր օբշի Գերդաստանով հանդերձ Իմ պայքարը հանուն հայի ու Հայաստանի այ անասուններ Իմ պայքարը ձեր նման երկու հատ լայքի կամ բանա դիտումներից փող աշխատելու կամ քաղաքական պապաներին առաջ տանելու նպատակ չի հետապնդում արա Իմ միակ նպատակն է որ մեր աճող սերունդը ժառանգ ունենա երկիր հայրենիք որտեղ կարա ապրի ու այս դեգեներատ զբռոդը ես չգիտեմ դուք ով եք դուք ինչ եք ինչից եք вообще այն մեկը բան է ես չեմ կարող Արայանին աջակցել այն մտ տղա բլոգեր կա որովհետև իր անցյալը ես արա այ լավն ու վատը իրար խառնած ծռվի նստես վրան ու մեջը դզվի այդ սախ Արա բա դու որ խոսում ես մեկի անցյալից որի համար չես կարա իրան աջակցես բա դու ոնց ես աջակցում նրանց ում անցյալը աննկարագրելի բեթար ու չգիտեմ ինչա սրանք ուղակի այն որ արա ոնց բացատրեմ ես դուք ուղակի չեք պատկերացնում ինչի դեմ դուրս եկաք ու ձեզ ինչա սպասվում Արա դուք ուղակի ձեր ֆանտազիան չի ներելու օրը գալու է դուք այս sense ձեր ընդհանուր կուտոկով Նստեք ու չիմանաք ոնց անեք, որ այդ ձեր մեղքերը քավեք։ Ես հիմա բոլորին ուզում եմ ասել մի բան։ Հայաստանում վերցնենք, հա միջինը սենց չգիտեմ ավելով պակասով 3 միլիոն մարդ է ապրում։ Այս 3 միլիոնը, ասենք, դաժե խնդրել եմ սարքեն սենց մի բան, որ հիմա նայեք։ Սա ասենք նայեք 3 միլիոն մարդ է։ Սենց մի հատ մոտիկից մեկը նայեք, մի հոգի, 2 հոգի, 9 հոգի տենց Ու սենց հետ գնանք մի հատ տեսեք 3 միլիոն մարդը այսքան է Այսինքն սա բնակչությունն է Հայաստանի 70,000 մարդը այս ամբողջից կազմում է ընդամենը այսքան է Այսինքն սա 3 միլիոնն է սա այդ 3 միլիոնի մեջ ապրող 70,000-ն է ընդամենը ու հենց այս 70,000-ին է պատկանալու Հայաստանը մնացածը ես չգիտեմ ինչ են ուզում ումից են ուզում հələ պլյուս որ հաշվի առնենք այդ 3 միլիոնի կեսը հալալ էլ հնդիկա էլ պարսիկա էլ ադրբեջանցի էլ թուրքա էլ ջհուդա էլ ով ասես կաստե ապրող Այն նու հայերից, հա, այս 70,000-ը պետքա զտվի, պետքա դուրս գա ազատագրական պայքարի ու վերջ դնի ներկա նախկին իշխանություններին։ Եթե դուք գնացիք 26 թվին ընտրությունների, իմացեք, որ այլևս Հայաստանը ոչ մի փրկություն չի ունենա։ Ուզում եք անձամբ դուք մասնակցեք այդ ընտրություններին։ Ուզում եք, որ ինչ ուզում եք արեք։ Սրա օրոք Գնալ ընտրությունների, իրան տանելով ձեր այդ ընտրության տալով հնարավորություն նորից վերընտրվելու ու ինքը վերընտրվելու է, սա միշտ իմացեք։ Նշանակում է դուք ուղղակի են որ նստած եք
Սպասում եք մեկը մի բան անի, այս գոմն է, էլի։ Քարկոծեք, ծաղրեք, այս անեք, այն անեք ու անցնի գնա։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրոք ցավ են ապրում երկրի համար, ու այդ մարդիկ անպայման չի հիմա Հայաստանում ապրողները լինեն։ Սփյուռքի մեր մարդ հայերին էլ եմ դիմում։ Եկեք ստեղ բոլորս հավաքվենք այդ 70,000-ով, ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ մեկը չկա, ուրիշ ընտրություն չկա։ Ու ոնց որ են մարդամեկներ ընդ թպրտում, օй, տեսեք, ինքը ասեց մենակ մենք ենք, հա, այ ուխտ, մենակ մենք ենք լույսը, բայց չէ ունքերը տա լույսը կամ քիթդ, կամ այդ դեգեներատ լալոշ լեզուտ, կամ թռած կարգավիճակդ, բա որն է լույսը, արա։ Ստե գետնի վրա կռիվ տվողը մենք ենք, ոչ թե դուք։ Ու մի հատ եսի միշտ չարու չեմ օ, եսին որդեից, ասում Արայանը պետք է երազի իմ մոտ, բաղ, արա տիրություն արա, արա աբրացիտ մի հատ նայի, երբ որ դու թռած էիր, այդ նույն Արայաններ վիզ դնում երկրիդ համար, այդ նույն Արայաններ պատերազմի գնում, վիրավորվում, գալի նորից գնում, այն նեղ պահերին, որ տղեկին զենք չէին տալի նորից, ես եմ վիզ դրե, որ զենք դուր էիր, արա, որ ես պետք է երազեմ քեզ ինչ որ ես, հրես ով են սրանք, ես նորից եմ ասում, այն ով խոչընդոտելա, միտումնավոր, են որ զուտ խանգարի, որ հանգարց հայանպաստ գործունեություն չծավալվի Հայաստանում, բոլորս խանգարողները, ծաղրողները կապ չունի, վիդեոյի տեսքով, եթերի տեսքով, գրառման տեսքով, մեկնաբանության տեսքով, ոնց ուզում ալնի, ընդհանուր բոլորիդ եմ ասում, դուք վաստակ եք, բոլորդ, հիմա կարակ այդպես ձեր ընդհանուր կուտոկով հավաքվեք, ես նորից եմ ասում, ես տեր եմ իմ բառերին ցանկացած ձևաչափով, ցանկացած ժամի, ցանկացած տեղում, ցանկացած քանակությամբ, օրը 55 անգամ, ոնց ասեմ էլ, դուք պետք էսա ձեր հետ խոսալու միակ տարբերակը, այսպես պետք է խոսաս, որ դուք հասկանաք, որ հələ մի րոպե, երբ որ մեկը դուրս գա հայրենիքի համար մի բան անելու, հələ մի հատ 100 անգամ գցենք բռնենք, մենք այդքան կանք էս տղու դեմ խոսանք, թե չէ։ Թե все-таки մեզնից շատ արած ունի, թե все-таки ավելի շատ բան գիտի, թե все-таки մեր խոսալունը չի էտի, ինչքան էլ որ փող տան, խնդրեն կամ չգիտեմ ինչ են։ Այն մեկը իր սեռական կողմնորոշումն է կորցրել, խորացել է արտաքինից ձենից վրա դուրը չի գալի, դուրը գալիս է։ Ասենք արա գնա տես, ասենք հավքվեք, տեսեք ձեզ որտեղ եկնեն դուր գալ։ Ես ինչի համար եմ ասում էքեղեն, որտեվ էքերը կարան տես խոսան մենակ։ Անհիմն, ոչ մի ինձնից խելացի ես, ինձնից շատ բան գիտես, տենում ես, թերանում եմ, կապվի, հուշի կանգնի կողքս։ Ոչ թե դեմ խոսա տեղտուր Նիկոլի Տուսերյան ու նրան, այսօր էլ դժգոհում են, ասում Նիկոլը բանա շնորհավոր է ադրբեջանցիներին, բա ինչ կանեն, բա երբ որ այս ամեն ինչի դեմ պայքարող կա, ու մեր մեջից հենց էությամբ թուրք վաստակներ, որ ամեն կերպ խանգարում են այս իրականությանը դեմ պայքարող մարդկանց, բա ինչ եք ուզում, բա այդ էլ շնորհավորի վաղը մյուս օր նամազ էլ կանի, մեջիդ էլ կսարքի, ձեզ էլ կպարտադրի, ով չգնաց նամազ անելու դատվում է եւ այլն։ Ինչից, որովհետև մարդիկ ուզում են մի բան անեն, իսկ որոշ թուրք լրփի տղեկ ամեն ինչ անում են դրան խանգարելու, զրպարտելով, բանով, ոնց գիտի, ով ոնց գիտի, Աստված վկա, ոչ մեկը ոչ մի բան չի մարսել, էդի լավ իմացեք։ Ես դες կծանոթացնեմ իմ հետ, որ չի կարելի ընկնել ոտի տակ այն մարդկանց, ովքեր իրանց կյանքն ու ամեն ինչն են դնում, որևէ նպատակի հասնելու համար, մանավանդ այն նպատակի, որը բխում է Հայի ու Հայաստանի շահերից։ Դուք ինչ գիտեք ես այդ ամեն ինչի համար ինչերի մեջով եմ անցել, ինչքանի անկում գիշեր, ինչքան ինչ ներվատրոք, որ նստեք դրա դեմ բարբաջեք, լայքերը հավաքեք, փողը վեկալը գնաք ու վсё անցավ գնաց։ Արա մամաներիդ եմ լացացնելու, դուք հասկանում եք։ Դուք ուղղակի չեք, ես ձեր համար հերթական բանը չեմ, արա Բագրատը կամ մյուսը հելանք ֆռացինք, լավ, մեզ դեմ խոսացին գնանք։ Արա ես ապրում եմ Հայաստանով ու հայով։ Բա դուք ինչով եք ապրում։ Այ թուրք տղեկ, բա դուք ինչով եք ապրում, արա։ Նորից եմ ասում, արած ունեք ենքան ինչքան մենք։ Ես հələ ինձանից խոսացի, բա մենք հələ ընդհանուր լույսի բանակը նայեք։ Հələ մեր կամավոր տղեկին նայեք։ Հələ մեր կռված կանանց նայեք։
Այս ընդհանուր կազմակերպության արածի կեսը դուք ու ձեր կուտոկը միասին վերցրած արած կա կարա որ նստած քննադատում եք, որ նստած ծաղրում եք, ոտից գլուխ ծաղրելու բան է կարա։ Որովհետև այսքան ձեզ հիմա ասում եմ տղա, ես ձեզ չեմ տենալու, որտեվ դուք չեք կլնելու, որտեվ դուք թռած եք, թռնելու եք սրա նրա գիրկը, վերջում ձեզ զանգեն ասեն արա տիրուտմերը վերընկի տեղը թխելով։ Այդ դուք եք ծաղրի բան, ու դուք ձեր հալով փորձում եք ծաղրել մարդկանց, ովքեր ամեն ինչ տալիս են ու տալու են հայրենիքի համար։ Ես հիմա ասում եմ այն 70,000 մարդկանց, ովքեր կան իրականում ու ավելի շատ կան, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Հուլիս ամսից ծանր օրեր է սպասվում Հայաստանին։ Մենք պետք է հավաքվենք, այդ թիվը պետք է դուրս գա Երևանում ու դուրս է գալու։ Ու այդ դրանից հետո այնքան լավ ալնելու մարդկանց համար, հայ մարդկանց համար, ոչ թե թուրք տղեկի, նենց որ հայ մարդիկ հավաքվեք կամաց, պատրաստակամ եղեք, իրականում դուրս, ոչ թե ասելու, որ գալիս ենք ձեր հետ ենք ու չկաք, իրականում դուրս գալ ու պայքարելու, լիքը ուրիշ մանրամասներ է, լիքը, տեսեք, այս գոմի մասին, էլի, երբ որ օպերայում էինք, ասում են, մի հատ ծրագիր ներկայացրեք, մի հատ թիմ ներկայացրեք, չէ, հիմա ծրագիր ենք ներկայացնում, թիմ ենք ցույց տալի։ Մի հատ վիժվածք մտե գրել է մինչև դուք ծրագիր խաղաք հայրենիքը կտա այ համբալներ։ Արա այ համբալից ու անտիլոպայից ծնված լրփի վաստակ։ Նախ իշ բարոյական իրավունք ունես դու մեզ գրես համբալներ, այ պուտանոիդ ռասայի ներկայացուցիչ, գենետիկորեն Բա որ պայքարում էինք, ծրագիր էին ուզում, հիմա ծրագիր ենք ներկայացնում, հիմա ասում մինչև ծրագիր ներկայացնենք, ու ժողովուրդ դուք ուզում եք ես այս գոմին հաշվի առնեմ, կարծիք հաշվի առնեմ, ինչ որ մեկին մարդու տեղ դնեմ, մեկին ներեմ, մեկին խղճամ, մեկին զիջեմ։ Ես նորից եմ ասում, իմ համար կա ազգ, հայ մարդիկ, մնացածը անկախ նրանից թե քաղաքացի է, ազգությամբ հայ է, անտրազանգված է ինչը, էությամբ հայ չեն, բոշեկի գոմի նորից եմ ասում, էշերի, կաթուկովերի, մեկ էլ մորթվելու պատրաստ ոչխարների հավաքածու, մնացածն էլ մարդիկ են, ում հետ ու ում համար ես էլ պայքարելու եմ, արդեն իմանալով որտեղ ենք պայքարում, ում հետ ու ոնց, դրա համար հենց այդ մարդկանց եմ նորից դիմում, այս գոմից զտված մարդ մնացած հայերին, որոնք 70,000 չեն, շատ են, բայց գոնե 70,000-ով այս իրականությունը, այս գոմի ու իրանց քաղաքական պապաների իրականության վերջը պետքա տրվի, ու դա տրվելու է, սա էլ չասեի, որ ես պետքա ասեի, որովհետև ինչ են անում, ինչի են ընդունակ, ինչ կարան անեն ընդհանրապես, ով են սրանք այս խնչված խլինքները, որ իբր հայ են կոչվում, բայց ասենք ոնց կարա հայը խանգարի մի գործընթացի, որը բխում է հայի ու Հայաստանի շահերից, ոնց, հա կարա չաջակցի, լավ կարա ինչ-որ, չգիտեմ, արա բայց խանգարի, բա թուրք տղա չի, բա ինչ արա, դե հիմա գնացեք ապրեք սրա հետ, ինչ ասեմ, իսկ հայ մարդիկ, ես ասել եմ ու ասում եմ, ես ձեր նման ոչ նահանջող եմ, ոչ հիասթափվող եմ, ոչ կոտրվող եմ, ուղղակի ամեն անգամ ինչ-որ դաս քաղելով ավելի կատարելագործված քայլի ենք պատրաստվում։ Հիմա նորից այդ ամեն ինչը շարունակվում է, թող ոչ մեկ չմտածի, որ Լույսի բանակը ինչ-որ ակտիվ չի, նահանջեց, մի քիչ հանգիստ էր, պետք մի քիչ վերլուծել այս իրականությունը հասկանալ։ Հիմա հասկացանք, հիմա կգնանք առաջ, հիմա արդեն թե մեր ընկերները, թե հայ մարդիկ, թե լավ մարդիկ, թե այս գոմ տղեկը բոլորը կտենան Լույսի բանակի հետ խաղալ, չի կարելի, արա։ Չի կարելի, որովհետև մենք ձեր համար հերթական դեպուտատի թեկնածուն չենք, հերթական, չգիտեմ ինչ, ձեր կուտոկը չենք, հերթական դուք չենք, արա։ Մենք հայ ենք, իրական հայ, այն իրական հայը, որ որոշ բոշեք ու անհայրենիք տղեք, կարում են ձեր առնեն, բա իրական հայ է, բա իրական,
Այ այդ իրական հայն ենք, լրփի վաստակներ, այ հենց այդ իրական հայն ենք, որ մերն է Հայաստանը, ոչ թե ձերը։ Ու կգա այդ օրը, որ դա կհաստատվի, որ կհաստատվենք որպես Հայաստանի տեր, այդ վաղտ կնայեք ձեր վիճակը, այդ վաղտ կտենաք մեր վիճակը, այդ վաղտ կտեսնեք իրական հայի ցնծությունը, ձերպես անհայրենիք ուրացող ու անշնորհակալ տղեկի չգիտեմ ինչերը, ձեզ լավ որ չի սպասվում, արա։ Դուք իմ համար նույնն եք, ոնց որ սահմանից այնկոմ թշնամին, դուք ավելի բեթար եք, որովհետև սահմանից էս կոմ եք, հասկանում եք, ձեր հետ ավելի դաժան ալնելու, ես ասում եմ բաց ու ուղիղ տեքստով, դուք տեղ չեք ունենալու Հայաստանում, դուք տեղ չեք ունենալու հայ հասկացողության մեջ, որովհետև դուք հայկականին դեմ գնացող, ուրացող, անպատասխանատու, անշնորհակալ, թուրք վաստակներ եք։ Դե գնացեք ապրեք սրա հետ, մնացածն էլ ոնց գիտեք, իսկ հայ մարդկանց նորից եմ ասում։ Մենք այդ 70,000-ով ու ավելիով դուրս են գալու, ու այն ինչ մեզ պետքա դա լինելու է։ Դաս քաղեցինք, հիմա շարժվում ենք առաջ։ Ով մարդա, ով հայա, լավ մնացեք, ով էլ չէ, այն գոմի ներկայացուցիչները։ Սաղիթ մեր